երկրորդ հարցը եւս ունեմ։ Դուք իմ գործընկերոջ հարցից Ադրբեջանի հետ կապված զարմացաք, բայց ուզում եմ ասել, որպես նաեւ հանրության հետ շփվող լրագրող, որ ձեր մասին ընկալում կա, որ դուք չնայած պնդում եք, որ քաղաքական որևէ ուժի հետ կապ չունեք եւ այլը, բայց հենց ընկալում կա, որ կներեք այս բառը պիտի օգտագործեմ, դուք թրքասեր եք, դուք այս իշխանությունների քաղաքականության նաև կրողն եք, ինչքան էլ ասեք, բոլորս գիտենք, որ ֆուտբոլի մեջ էլ մեծ քաղաքականություն կա եւ հենց քաղաքական կռիվները այս ֆեդերացիայի համար դրանով էին պայմանավորված։ Ինչու են հանրության մեջ որոշ շրջանակներ ձեզ այդպես ընկալում եւ որպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, որը ժամանակին նաեւ Արցախ էր գնում, որպեսզի քննարկեր Արցախում ֆուտբոլի հեռանկարները, Արայիկ Հարությունյանի հետ էր քննարկում, որը հիմա գերության մեջ է։ Ընդհանուր առմամբ, ինչ կարող եք ասել իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ կապված Ադրբեջանի մասով եւ ինչու են ձեզ համարում թրքասեր։ Ես գիտեմ ինչ եմ հարցնում, Ամերիկայի հետ կապված թույլ կտամ դուք հարցնեք։ Անկեղծ ասած իրոք դուք կհարցնեք։ Ես վստահ չեմ, որ նախ երկրորդ հարցին ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում այսօր, ոչ մի քաղաքական հարցի, որովհետև ես երբ պետք լինի, ես նախկինում բավական քաղաքականացված մարդ եմ եղել, երբ պետք լինի, ես իմ քաղաքական կարծիքը քարսեմ։ Թույլ տվեք պատասխանել։ Ով է ասում, որ ես թրքասեր եմ, մի հատ կասեք։ Հանրության մեջ այդպիսի Ով, միշտ շատ հեշտ է, նայեք, շատ հեշտ է ասել։ Քալանթարյանի հետ բանավեճներ Քալանթարյանը ասում է, որ ես թրքասեր եմ։ Չէ, ասում է Թուրքիային աջակցելու մասով պիտի բանավիճելով։ Ով է ասում։ Քալանթարյանից կհարցնեք, նա Թուրքիայի աջակցելու մասով։ Ժամանակին ասվել որ ասում եք մարդիկ կան, ովքեր որ հավաքական պարտությունը ուրախանում են, Ես ասեցի։ Հիմա օրինակ Արտուր Սողոմոնյանը։ Հիմա ես պատասխանեմ ձեր հարցին։ Ես չգիտեմ ինչ է նշանակում թրքասեր, 1։ Ես չգիտեմ դա ինչ է նշանակում։ Եթե դուք բացատրեք տերմինի իմաստը, ուրեմն ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ես վստահ եմ, որ ես շատ սիրում եմ Հայաստանի Հանրապետությունը, ես շատ սիրում եմ հայաստանցիներին եւ իմ գործունեության ընթացքում եւ ցավալիորեն գուցե դուք չեք նկատում, բայց միջազգային ասպարեզում դա շատ լավ երևում է, շատ լավ բոլորը գիտեն եւ UEFA-ում եւ FIFA-ում, որ ես ամեն կերպ պահում եմ Հայաստանի Հանրապետության հայկական ֆուտբոլի շահերը, անկեղծ ես ասեմ, որովհետև եւ դա տեսնում են այնտեղ եւ ընդգծում են, եւ միայն այն, որ Հայաստանը կարողանում է ստանալ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, կարողանում է հավակնել աշխարհի երիտասարդական առաջնության, այսինքն FIFA-ի top 3 մրցաշարերից մեկին, FIFA-ի կազմակերպվող։ Դա նշանակում է, որ ես բավականաչափ լավ եմ պաշտպանում Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ասպարեզում եւ այս երկրի համար, եթե սա ոչ միայն ֆուտբոլային հարց է, սա տնտեսական հարց է, սա քաղաքական հարց է, ձեր ասած քաղաքական հարց է, եթե մենք ստանանք այդ աշխարհի առաջնությունը։ Իդեպ, դա շատ կարևոր մեկնակետ կլինի շատ բաների համար։ Եվ ես իմ աշխատանքը շատ հստակ եւ շատ լավ եմ անում այդ առումով, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իսկ ինչ է նշանակում թրքասեր, չգիտեմ ինչ ասել, ամերիկասեր, ես նման բաներ չգիտեմ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ Հայաստանի Հանրապետության համար եմ աշխատում։